Ողջույն։ Պատկերացրեք նյութ, որը սկզբում թափանցիկ է, իսկ 1 վայրկյան անց վերածվում է պատկերի, փոխում իր ռելիեֆն ու ձևը։ Մոտավորապես այդպես է աշխատում ութոտնուկի մաշկը։ Ու այժմ նաև դրա սինթետիկ անալոգը։ Ութոտնուկները կարողանում են այն, ինչ մինչ վերջերս անհասանելի էր ինժեներիայի համար։ Վայրկյանի մասերի ընթացքում փոխել մաշկի գույնը, տեքստուրան ու անգամ ձևը։ Դա հնարավոր է դառնում շնորհիվ նյարդերի եւ միկրոմկանների բարդ համակարգի, որոնք էլ կառավարում են հազարավոր քրոմատոֆորներ։ Կենդանին բառացի ձուլվում է ֆոնի հետ, պատճենելով քարերը, կորալներն ու ջրիմուռները։ Փենսիլվանիայի համալսարանի ինժեներները որոշել են ոչ թե փորձել ուղիղ կերպով պատճենել այս բարդ համակարգը, այլ վերաիմաստավորել բուն սկզբունքը։ Թիմը ստեղծել է այսպես կոչված խելացի սինթետիկ մաշկ։ Հիդրոգելի հիման վրա սա փափուկ պոլիմերային նյութ է, որը կարող է ակտիվ արձագանքել արտաքին միջավայրին, բայց առանցքային գաղափարը ոչ թե քիմիայի, այլ նյութի կառուցվածքում ինֆորմացիան պահպանելու տիրույթում է։ Գիտնականներն օգտագործել են կիսատոնային կոդավորված տպագրության մեթոդը։ Սա այն նույն սկզբունքն է, որով տպագրվում են թերթերի լուսանկարները։ Պատկերն իրենից ներկայացնում է տարբեր չափերի եւ խտության բազմաթիվ կետերի ամբողջություն։ Միայն այստեղ թանաքի փոխարեն տարբեր ֆիզիկական հատկություններով միկրոսկոպիկ գոտիներ են։ Այս կետերը բառացիորեն ներդրվում են թաղանթի կառուցվածքի մեջ եւ սահմանում դրա վարքագիծը։ Պարզ ասած, նյութում նախօրոք տպագրվում են հրահանգներ։ Յուրաքանչյուր միկրոսկոպիկ հատված գիտի, թե ինչպես պետք է արձագանքի ջերմությանը, խոնավությանը կամ մեխանիկական ձգմանը։ Որոշ հատվածներ ավելի ուժեղ են սեղմվում, մյուսներ գրեթե չեն փոխվում։ Արդյունքում դրանց կոլեկտիվ արձագանքից առաջանում է պատկեր, տեքստուրա կամ նույնիսկ ծավալուն ձև։ Տեխնոլոգիայի հնարավորությունները ցույց տալու համար հետազոտողները հիդրոգելի մեջ կոդավորել են Մոնալիզայի դիմանկարը։ Սովորական վիճակում թաղանթը լիովին թափանցիկ է, պատկերը հնարավոր չէ տեսնել, սակայն բավական է այն իջեցնել սառը ջրի մեջ, տաքացնել կամ պարզապես մի փոքր ձգել ու դիմանկարը սկսում է երևալ։ Ընդ որում հնարավոր է այն հայտնաբերել նույնիսկ դեֆորմացիաների բնույթով առանց ուղղակիորեն տեսնելու։ Ավելի տպավորիչ վարքագիծ է նյութը դրսևորում տարածության մեջ։ Հիդրոգելի հարթ թերթը կարող է ինքնաբերաբար վերածվել բարդ եռաչափ ստրուկտուրաների, առանց շերտերի, շարնիրների եւ հավաքման։ Միևնույն նյութը տպագրության միևնույն եղանակը ու ելքում ստացվում են տարբեր ծավալուն ձևեր իրենց նախօրոք սահմանված տեքստուրայով։ Այդ իսկ պատճառով մոտեցումն անվանում են 4D տպագրություն։ 3 չափումներին միանում են ժամանակն ու արձագանքը միջավայրին։ Հեռանկարում այդպիսի մաշկը կարող է կիրառություն ստանալ փափուկ ռոբոտատեխնիկայում, ադապտիվ քողարկման մեջ, բժշկական իմպլանտներում ու սենսորային ծածկերում։ Բայց հիմա էլ պարզ է, որ ինժեներներն արդեն սովորել են ոչ թե միայն խելացի նյութեր պատրաստել, այլև բառացի դրանց մեջ ներդնել նախօրոք սահմանված վարքագիծ, գրեթե նույն կերպ, ինչպես դա անում է բնությունը։ Եթե մութ նյութն իսկապես ամենուր է մեր շուրջը, ապա երկիրը պետք է ժամանակ առ ժամանակ բառացիորեն անցնի դրա միջով։ Ու այդ դեպքում թեկուզ մեկ ակնթարթով ֆիզիկական սարքերը կարող են դա ֆիքսել։ Չինացի ֆիզիկոսները մի քանի շաբաթ շարունակ փորձել են որսալ հենց այդպիսի հազվագյուտ եւ գրեթե պատահական հանդիպում։ Հիմա արդեն նրանք ճշգրիտ գիտեն, թե կոնկրետ որտեղ այն տեղի չի ունեցել։ Խոսքը մութ նյութի ամենազարմանալի թեկնածուներից մեկի աքսիոնների եւ աքսիոնանման մասնիկների մասին է։ Ի տարբերություն սովորական մասնիկների, դրանք կարող են դրսևորվել որպես տարածությունը լցնող դաշտ։ Ավելին, որոշ մոդելներում այդ դաշտը կարող է ձևավորել խոշոր ստրուկտուրաներ, այսպես կոչված տոպոլոգիական դեֆեկտներ։ Օրինակ դոմենային պատեր, այսինքն աքսիոնային դաշտի տարբեր արժեքներ ունեցող տարածության հատվածների միջև սահմաններ։ Եթե այդպիսի պատն անցնի երկրի միջով, այն պետք է միակնթարթով ազդի սովորական նյութի մասնիկների սպինների վրա, ինչպես շատ թույլ եւ շատ արագ մագնիսական իմպուլս։ Այսպիսի էֆեկտ որսալը ծայրահեղ բարդ է, անթույլ է, հազվագյուտ եւ նախօրոք անհայտ է, երբ այն կարող է տեղի ունենալ։ Այդ իսկ պատճառով Չինաստանի գիտության եւ տեխնոլոգիաների համալսարանի ֆիզիկոսների խումբը որոշել է դիտարկումը անցկացնել ոչ թե մեկ սարքի, այլ բաշխված քվանտային սենսորների ցանցի միջոցով։ Նրանք կառուցել են քսենոն 129-ի հիպերբևեռացված միջուկների հիման վրա աշխատող 5 գերզգայուն կայանք։ Բոլոր սենսորները խստորեն սինխրոնացված են եղել GPS-ի միջոցով, որպեսզի ցանկացած իրական տիեզերական իրադարձություն երևա միանգամից մի քանի սարքի վրա։ Յուրաքանչյուր սենսորի ներսում ռուբիդիում 87-ի ատոմները լազերների օգնությամբ ճոճել են քսենոնի միջուկների սպինները ու միաժամանակ ծառայել որպես գերզգայուն չափիչ։ Եթե քսենոնի սպինները մի փոքր շրջվել են, դրանք սկսել են պրեցեսիայի ենթարկվել եւ ռուբիդիումային մագնիտաչափը դա ֆիքսել է որպես փոքրագույն էֆեկտիվ մագնիսական դաշտ։ Ազդանշանը լրացուցիչ ուժեղացրել են սպինային ուժեղացման հաշվին եւ մաքրել աղմուկից թվային զտման միջոցով։ Արդյունքում կայանքը կարող էր նկատել սպինի պտույտը ընդամենը մի քանի միկրոռադիանով, ինչը լրիվ
լրիվ պտույտի միլիոներորդ մասից էլ պակաս է։ Որոնումը տևել է ավելի քան 1 ամիս 2022 թվականի հուլիսի 20-ից մինչև օգոստոսի 31-ը, ներառելով մաքուր տվյալների 739 ժամ։ Յուրաքանչյուր ժամը մեկ համակարգը կալիբրացվել է հսկիչ իմպուլսի միջոցով, որպեսզի վստահ լինեն, որ եթե ազդանշանը հայտնվի, այն անպայման կնկատեն։ Ալգորիթմները ավտոմատ կերպով ընտրել են կասկածելի իրադարձություններն ու համեմատել դրանք համակարգչային մոդելներում հաշվարկված ֆոնի հետ։ Բայց ոչ մի վիճակագրորեն նշանակալի համընկնում չի հայտնաբերվել։ Նշված ժամանակահատվածում ոչ մի դոմենային պատ տվյալների համաձայն երկրի միջով չի անցել։ Առաջին հայացքից սա կարող է հիասթափեցնել, սակայն ֆունդամենտալ ֆիզիկայի համար ազդանշանի բացակայությունը նույնպես արդյունք է։ Գիտնականները կարողացել են իրենց սենսորների լռությունը վերածել այս պահին եղած խստագույն լաբորատոր սահմանափակումների։ Արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում։ Պարզ ասած, եթե ակսիոնները գոյություն ունեն եւ ձևավորում են նման ստրուկտուրաներ, ապա դրանց ազդեցությունը սովորական նյութի վրա պետք է լինի ավելի թույլ, քան մենք նախկինում կարծում էինք։ Հետևաբար ապագա փորձերը պետք է ավելի զգայուն դառնան։ Ինչ կլինի, եթե ապագայում ապրող մարդուն հանձնարարեն վերադառնալ անցյալ եւ փրկել մարդկությունը։ 12 կապիկ ֆիլմը գիտաֆանտաստիկ պատմություն է ժամանակի որպես ծուղակի մասին։ Մարդկության մեծ մասին ոչնչացրած համավարակից հետո գիտնականներն անցյալ են ուղարկում բանտարկյալ Ջեյմս Քոուլին։ Նրա առաքելությունն է ոչ թե փոխել պատմության ընթացքը, այլ հասկանալ, թե ինչու է ամեն ինչ տեղի ունեցել հենց այդպես։ Ժամանակի մեքենան աշխատում է, որ ճշգրիտ հիշողությունները խառնվում են, իսկ ճանապարհորդն ավելի շատ նման է խելագարի, քան ապագայի ներկայացուցիչի։ 12 կապիկը պարզ պատասխաններ չի տալիս։ Այն ցույց է տալիս, թե ինչպես են գիտությունը, հոգեբանությունն ու ժամանակի տեսությունը բախվում մեկ կետում մարդկային գիտակցության մեջ եւ թողնում է տագնապալի մի հարց. եթե մենք գիտենք, թե ինչով է ավարտվելու ամեն ինչ, արդյոք ունենք այլ կերպ վարվելու հնարավորություն։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։